Համաշխարհային բանկը բարձրացրել է այս եւ հաջորդ 2 տարիների համար Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը։ Եթե դեռ հունիսի կանխատեսման մեջ մեր երկրում 2025-ին սպասում էին 4% տնտեսական աճ, ապա այժմ այն 5.2% է։ Բանկի աշխատանք եւ բարօրություն զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրներին։ Վրաստանում եւս ավելի բարձր աճ են կանխատեսում, քան հունիսին էր, իսկ Ադրբեջանի համար աճի սպասումները նվազեցվել են։ Շատ դրական զեկույց է մեզ համար այն առումով, որ մեր կանխատեսումը Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի կանխատեսումը որոշ ժամանակ առաջ չէին համապատասխանում եւ Համաշխարհային բանկի կանխատեսումը զիջում էր թվային տեսքով Հայաստանի կառավարության կանխատեսմանը, բայց այս նոր վերլուծությամբ դրանք հավասարվել են։ Ես կարծում եմ, որ քանի որ Համաշխարհային բանկը իր կանխատեսումներում շատ ժուժկալ է եւ ինքը հնարավորինս նվազագույն չափաբաժնի մեջ է դիտարկում հնարավոր աճը, ապա իմ կարծիքով կարող է եւ ավելին լինել, քան 5.2%-ը։ Ինչ վերաբերում է հարևան երկրներին, Շիրակ Թորոսյանը նշում է, Վրաստանի աճի բարձրացումը օբյեկտիվ է, իսկ Ադրբեջանն այս առումով որոշակի մտածմունքներ պետք է ունենա եւ նավթի արդյունահանումից զատ այլ ճանապարհների ուղղությամբ աշխատի։ Հայկական խաղաղության խաչմերուկ նախագիծը, որի շրջանակներում օգոստոսի 8-ին ստորագրվեց նաեւ Վաշինգտոնում Թրամփի ուղի նախագիծը, սա ինչ է, Ասիայից դեպի Եվրոպա ամբողջ երկայնքով ձգվող նոր ապրանքների հոսքերի հնարավորություն, ինչը էական օգուտ է բերելու այդ ճանապարհի վրա ընկած երկրների տնտեսություններին, թող օգտվեն խաղաղության հնարավորությունից։ Դա այս ամենը պետք է հուշի իրենց, որ խաղաղությունը փաստորեն եւ կայունությունը շատ ավելի լավ կարող են անդրադառնալ տնտեսական զարգացման վրա, քան նախորդող շրջանի պատերազմը, պատերազմական հռետորաբանությունը։ Միջազգային կառույցները սովորաբար հաշվի են առնում ռիսկի գործոնները եւ տվյալ պարագայում աճի ավելի բարձր տեմպի կանխատեսումն ըստ մասնագետների առաջին հերթին կայունության մասին է խոսում։ Այս տարվա տնտեսական աճի տեմպերը բարձր են, ինչն էլ ըստ Սոս Խաչիկյանի վերանայման պատճառներից մեկն է։ Կարծում եմ, որ դա մեծ չափով պայմանավորված է նաեւ օգոստոսի 8-ի համաձայնագրով եւ այստեղ ԱՄՆ դերակատարումը այդ ճանապարհային հանգույցի հետ կապված մի քանի համաձայնագրերի հետ կապված, որոնք խոշոր հաշվով բավականին հեռանկարային են Հայաստանի հետ կապված, այլ երկրներ նույնպես հետաքրքրվածություն ունեն Հայաստանով եւ միջազգային կառույցները դա հաշվի են առել եւ կարծում եմ այս համատեքստը շատ լուրջ նշանակություն ունեցել է։ Տնտեսագետի գնահատմամբ այդ կայունությունը ինքնին նաև ազդակներ է տալիս թե ներքին եւ թե արտաքին խաղացողներին, ներդրումների առումով։ Շատ կարևոր է, որ այդ ազդակները հղվում են միջազգային կառույցների կողմից, ոչ թե Հայաստանի կառավարության կամ հայաստանյան կանխատեսումների արդյունքում են դա իրականացում, չնայած խոշոր հաշվով այդ կանխատեսումները համընկնում են։ Եվ այս պարագայում միջազգային կառույցների հղումը իդեմս կանխատեսելի տնտեսության, իդեմս կայուն տնտեսության նշանակում է, որ ներդրումային հետագա զարգացումների համատեքստում կարող ենք իսկապես ակնկալել որոշակի աճ եւ Հայաստանը ոչ միայն գների մակարդակի կայունության, այլ նաեւ տնտեսական աճի, տնտեսական ակտիվության առումով դառնում է առավել գրավիչ։ Վերանայվել է նաեւ 2026 եւ 2027 թվականների տնտեսական աճի կանխատեսումները, համապատասխանաբար 4.9 եւ 4.7%, նախորդ կանխատեսման 4.2-ի եւ 4.5-ի փոխարեն։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր